եկեք առանձնացնենք սենց մկանային ցավ, որը որ մարզման ժամանակ է լինում վարժություն անելու, այդտեղ մկանը ցավում է, եւ մարզումից հետո։ Եվ երրորդը քրոնիկ մկանային ցավ է։ Մկանների ցավը մարզման ժամանակ դա լրի բնական երևույթ է, դա վարժություն կատարելու ժամանակ արտադրում է մեծ քանակությամբ կաթնաթթու եւ այդ կաթնաթթուն առաջանում է զգացողություն։ Դա նորմալ է, դա ֆիզիոլոգիական process է։ Մեկ այլ ֆիզիոլոգիական process է մարզումից հետո մկանների ցավը, հիմնականում սպորտսմենի կամ սպորտով զբաղվող ֆիզիկական ակտիվ մարդկանց մոտ, սկսնակների հատկապես, այդ մկանային ցավը արդեն բնորոշում է մարզման ժամանակ մկանների վնասման աշճանը։ Այսինքն նորեկների մոտ ելի եմ նշում հիմնականը մկանները սովոր չեն ֆիզիկական ծանրաբեռնվածության, մարզման ժամանակ միկրոտրավմաներ են այնտեղ տեղի ունենում եւ այդ միկրոտրավմաները վերջի վերջո պետք է վերականգնվեն եւ սպիանան։ Հենց այդ վերականգնվելու եւ սպիացման փուլում էլ տեղի ունենում այսպես կոչված մկանների ցավը։ Դա լավ է։ Այն երկու դեպքն էլ լավ է։